Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մինչ կաթողիկոսին ու եկեղեցուն մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ, որոշ ԿՊԱ-ական ակտիվիստներ մասնավոր զրույցներում կատակում են, թե Փաշինյանի կողմն անցած հոգևորականները հավակնում են խլել իրենց հացը։ Ավելի թունդ իշխանական քարոզ են անում, քան իրենք, մասնավորապես Հովանավանքի կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանը եւ Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Հատկապես վերջինը կարծես ծպտյալ ԿՊԱ-ական լինի, Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական գծի ակտիվ քարոզիչ է դարձել։ Իշխանական ԶԼՄ-ների նորահայտ աստղ տաղավարից տաղավար է գնում ԿՊ-ի քարոզչությունն անելով։ Նախորդին անգամ ադրբեջանա-թուրքական քարոզը իրականացնում խանդավառված պատմում, որ վիրահայոց թեմում ծառայության ժամանակ շփվել է թե թուրքերի, թե ադրբեջանցիների, թե այլ իսլամադավան ժողովուրդների ներկայացուցիչների հետ, բայց չի տեսել, որ նրանք պատրաստ են գալ ու կուլ տալ Հայաստանը։ Իդեպ Վազգեն Միրզախանյանը մեկ ամսից ավելի է Հայաստանում է, անտեր է թողել Բալթյան երկրների թեմի առաջնորդի գործը եւ զբաղված է իշխանության պրոպագանդայով։ Կան տեղեկություններ, որ նրան առայժմ թույլ չեն տալիս վերադառնալ իր թեմ, քանի որ նա իր վրա է վերցրել տիրադավ եպիսկոպոսների կուրացիան եւ խոստացել են նոր դավաճաններ հավաքագրել։ Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը լայթ հարաբերություններ է ձևավորում նույնիսկ իր նախկին թիմակիցների հետ, որոնցից ժամանակին ազատվել է։ Հավանաբար չի ուզում ընտրություններից առաջ մեծացնել թշնամիների բանակը, հակառակը փորձում է սիրաշահել, հետ բերել, նոր պաշտոնի առաջարկներով գայթակղել եւ օգտագործել։ ԿՊ-ից պատմեցին, որ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանին Փաշինյանն առաջարկել է մարզպետի պաշտոն, երկուսն էլ հրաժարվել են։ Գուցե այլևս չեն ուզում աշխատել անհավասարակշիռ կեսգիշերին հիստերիայի նոպայի պահին մարդկանց աշխատանքից ազատող ղեկավարի հետ։ Կամ էլ ավելի լավ առաջարկներ են ակնկալում։ Իդեպ մի քանի օր առաջ ԿՊ վարչության անդամ Վիլեն Գաբրելյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ մի խումբ ԿՊԱ-ականների հետ սեղանի շուրջ ներկա էին նաև հիշյալ երկու նախկին պաշտոնյան՝ Վահե Ղազարյանն ու Արմեն Աբազյանը, ինչը եւս նշանակում է, որ նրանց մոտիկ տարածքում են պահում, փորձում են կառավարել, որ հանկարծ ընդդիմության շարքերը չանցնեն։ Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը օրեր առաջ հերքեց լուրերը, թե ինքը կապ ունի 88 սուպերմարկետների ցանցի հետ ու կոչ արեց բոյկոտել այդ ցանցը։ Ապա հրապարակավ դիմեց գլխավոր դատախազություն, թե զբաղվեք այն լուրերով, ըստ որոնց իր անունից տարբեր գործարարների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, հետո այդ տարածքներում բացվում է 88 սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղը։ Նույն օրը ԵՎ հաղորդման ընթացք է տվել եւ գործի է անցել նաեւ ՆԳ նախարարությունը։ Փորձում են պարզել, թե ովքեր են նման հերհյուրանքներ տարածողները։ ՆԳ-ից չպատասխանեցին հարցին, թե ինչ են անում այդ դիմումի հետ կապված, իսկ դատախազությունից ասացին, օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել, ավելի ուշ կտեղեկացնենք ընթացքի մասին։